Պատկերացրու, որ գոյություն ունի մարտական գաղտնի ռազմավարություն, որը կերաշխավորի քո հաղթանակը հաջորդ մենամարտում, անկախ նրանից, թե ում հետ ես մենամարտում կամ ինչ մարտարվեստ ես կիրառելու։ Դե ինչ, այսօրվա տեսանյութում ես կբացահայտեմ այդպիսի ռազմավարություններից մեկը, որոնք օգտագործում են կարատեիստները, մեծացնելով իրենց հաղթանակի շանսերը։ Եթե ուզում ես քո հաջորդ մենամարտում հաղթանակ տոնել, շարունակիր դիտել եւ բացահայտիր մարտական ռազմավարության գաղտնիքները։ Այս ռազմավարության գաղտնիքը ոչ թե այն է, թե ինչպես հաղթես քո հակառակորդին, այլ երբ դա անես։ Եկեք բացատրեմ։ Մինչ այս ռազմավարության կիրառելը, դու նախ եւ առաջ պետք է կատարես քո հակառակորդի որակական գնահատում, այսինքն արագ նայես նրան եւ հասկանաս, նա քեզանից ուժեղ է, հավասար, թե թույլ է մենամարտում։ Քանի որ այս ռազմավարությունն ունի 3 կիրառման ձև, կախված նրանից, թե ում դեմ ես կանգնած։ Սկսիր նրանից, որ պարզապես նայես քո հակառակորդին եւ ենթադրություն անես։ Միգուցե նա ունի բազմաթիվ մրցանակներ կամ նույնիսկ աշխարհի չեմպիոն է, այդ դեպքում հավանականությունը մեծ է, որ նա քեզանից լավն է։ Կամ գուցե նրան տեսել ես տեղական մրցաշարերում եւ գիտես, որ կարող ես հաղթել, կամ էլ մարզվել եք նույնքան ժամանակ եւ գիտես, որ հավասար եք։ Պարզապես մի պահ նայիր քո հակառակորդին եւ արագ գնահատում արա։ Երբ արդեն նայել ես քո հակառակորդին եւ կատարել գնահատում, արդեն դու գիտես, նա քեզանից ուժեղ է, հավասար թե թույլ։ Այդ ժամանակ դու կարող ես կատարել այսօրվա տեսանյութի հիմնական սկզբունքը, որը կոչվում է ժամացույցի ռազմավարություն։ Պատկերացրու, որ քո առջև ժամացույց է եւ ցույց է տալիս մենամարտի ամբողջ ընթացքը սկզբից մինչեւ վերջ։ Եթե դու կռվում ես քեզանից ավելի թույլ հակառակորդի հետ, ապա պետք է մտնես ամբողջ ուժով մենամարտի մեջ առաջին քառորդում։ Այսինքն առաջին հատվածում դու պետք է պարտադրես քո խաղը եւ թույլ չտաս, որ նա ունենա մի փոքր առավելություն անգամ առաջին վայրկյանից մինչեւ առաջին քառորդի ավարտը։ Ինչու՞։ Որովհետեւ եթե դու ուժեղ ես եւ դա դու ցույց չես տալիս, քո հակառակորդը կարող է մտածել, որ դու այդքան էլ լավը չես, որքան որ երևում է։ Ժամանակի ընթացքում նրա վստահությունը կաճի եւ նա կարող է սկսել մտածել, որ կարող է իսկապես քեզ հաղթել։ Իսկ դա արդեն կարող է իրականություն դառնալ։ Ահա թե ինչու, եթե դու ուժեղ ես, պետք է հաղթես հենց սկզբից։ Հիմա անցնենք հաջորդ տարբերակին։ Ինչ անել, եթե դու կռվում ես քեզ հավասար մակարդակի հակառակորդի հետ։ Այս ժամանակ պետք է նպատակ դնես հաղթել մենամարտի վերջին 2 քառորդներում։ Ինչու՞։ Որովհետև երբ մարզիկները լինում են հավասար, նրանք մտնում են պայքարի մեջ սկզբից ամբողջ ուժով։ Այս ժամանակ դու պետք է չշտապես, սպասես եւ աստիճանաբար հոգնեցնես նրան։ Պետք է փորձես չտալ նրան հեշտ միավորներ, ձգել ժամանակը, ստիպել, որ նա ավելի շատ էներգիա ծախսի։ Քանի որ նա գիտի, որ կարող է քեզ հաղթել, նա ամբողջ ուժով մտնելու է մենամարտի մեջ։ Իսկ դա դու արդեն պետք է օգտագործես։ Երբ մենամարտը հասնում է իր երկրորդ կեսին, այս ժամանակ դու ավելացնում ես տեմպը, ավելի ուժեղ, ավելի արագ եւ ավելի ագրեսիվ։ Մինչ նա հոգնում է, դու ավելի մոտիվացված ես դառնում, ավելի հանգիստ, քանի որ մենամարտը արդեն քո ձեռքերում է։ Այս մոտեցումը զգալիորեն մեծացնում է քո հաղթելու շանսերը, համեմատած եթե սկզբից ամբողջ ուժով փորձես առաջ գնալ։ Եվ վերջապես, եթե դու մենամարտում ես քեզանից ավելի ուժեղ հակառակորդի հետ, օրինակ աշխարհի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն, այդ ժամանակ հնարավորությունը շատ քիչ է, որ դու կարող ես հաղթել նրան մենամարտի սկզբում։ Դրա համար քո ամբողջ ուժը պետք է դնես մենամարտի վերջին քառորդում։ Այսինքն, մենամարտի 75%-ի ընթացքում դու պետք է փորձես խանգարել նրա խաղը։ Փորձիր կասեցնել նրա գրոհները։ Խանգարիր նրա ռիթմին։ Պահիր հեռավորություն կամ մտիր կլինչ։ Նույնիսկ փորձիր դուրս գալ տատամիից, եթե այն կօգնի խախտել նրա խաղային պլանը։ Քո նպատակը մեկն է՝ նյարդայնացնել քեզանից ավելի ուժեղ հակառակորդին։ Պետք է այնպես անել, որ նա չկարողանա պարտադրել իր խաղը եւ իրականացնել իր ծրագրերը մինչեւ վերջ։ Եվ հենց այդ վերջում դու պետք է գնաս քո ամբողջ ուժով։ Եթե ամեն ինչ ճիշտ ստացվի, դու հնարավորություն կունենաս վաստակելու 1-2 միավոր եւ հաղթել իրականում այնպիսի մեկին, ով քեզանից ուժեղ էր։ Բայց հիշիր Մայք Թայսոնի խոսքերը. յուրաքանչյուրն ունի պլան, մինչև չստանա հարված իր դեմքին։ Այսինքն, ամենաիդեալական ռազմավարությունը նույնիսկ չի կարող երաշխավորել քո հաղթանակը։ Ամեն ինչ կախված է կատարողականից։ Հաջորդ անգամ, երբ դուրս գաս մենամարտի, փորձիր հասկանալ քո հակառակորդը ուժեղ է, հավասար թե թույլ քեզանից։ Հետո օգտագործիր ժամացույցի ռազմավարությունը, որ իմանաս, թե երբ պետք է ներդնես քո ամբողջ ուժը հաղթանակի հասնելու համար։ Հիմա ուզում եմ քեզ հարց տալ. ո՞րն է քո ամենամեծ խնդիրը մենամարտի ժամանակ։ Գրիր մեկնաբանություններում, քանի որ շատ հնարավոր է, որ հենց քո խնդիրը դառնա մեր հաջորդ տեսանյութի թեման։ Մարզվիր, պայքարիր եւ հաղթիր։